Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 9-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին մարտի 9-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը կարիերայում մի փոքր բարձրացում ունեք, առաջ խաղացում, նաև օձեր կամ բամբասկոտ մարդիկ, նախանձ, այդպես օձային վերաբերմունք ձեր նկատմամբ, սպասում եք ինչ-որ մեկին, բայց սա մոլորեցում է, ձեզ ուղղակի խոստացել են, բայց կամ չի լինի, կամ չեն գա, կամ նաև կգան այդ ժամանակ կմոլորեցնեն, նաև ինչ-որ մի բան այդպես կբացահայտվի, թե ինչու չեն գալիս կամ ինչու են ուշանում։ Այդ օրը նաև զարգացում ունեք, առաջ խաղացում, ձեր գործերում, միգուցե հարաբերություններում այն ինչ որ կա։ Եվ ձեր գործերը ինչ-որ մի բան, դուք այստեղ չեք կարողանում առաջ տանել, անձամբ դուք, հա, դուք, բայց ինչ-որ գործեր ինքը զարգանում առաջ է գնում, դա ձեզանից կախված չի։ Այն ինչ որ ձեզանից է կախված, հա, ոնց որ հիմա ես տեսանյութ եմ անում, ես գործերս անում եմ, գցում եմ առաջ, չէ՞, ոնց որ ոչ թե վերջին րոպեին եմ անում։ Դա ոնց որ հնարավոր չի լինում այդ օրը անել, բայց ինչ որ մի պահ կա, նաև եթե հիվանդանոցում ինչ որ մեկ ունեք, ապա այդ մարդը հա, իր մոտ ամեն ինչ կկարգավորվի, եթե թեկուզ հիվանդը դուք եք, ապա դուք եւս կապաքինվեք, հա, այդ առաջ խաղացում, զարգացում, դա է նշանակում, որ մարդը կապաքինվի, ավելի լավ իրեն կզգա։ Այսքանը ձեզ համար, միգուցե զբաղվում եք, հա, կարող զբաղվում եք հիվանդանոցային հարցով եւ անձամբ ձեր հետ կապված ինչ-որ գործեր չեք կարողանում հասցնել անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օրամարտում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 9-ին։ Այս քարտերը չեն ուզում պատասխանել, այս քարտերը դնենք մի կողմի վրա, ձերը գնայինք մյուս քարտերը, որտեղ այդ քարտերը չեն ուզում ձեզ պատասխանել։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 9-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը ինչ որ բան է, ձեզ ցավեցնում, դրա համար եւ գիտեք, քարտերը փոխեցի, որովհետեւ չէր ուզում պատասխանել եւ ինչ որ բաներ կան, որ չէր ուզում պատասխանել։ Այդ օրը ինչ որ բան ձեզ ցավ է տալիս, նաեւ կարող է կարտասվել, հուզվել, տատանվում եք, ծանրութեթև եք անում, ինչ որ հարցերի հետ կապված ընտրության առջև կկանգնեք, հանդիպում շփում կունենաք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, այստեղ թաքուն գործողություններ են, նաև թաքուն սիրավեպ ունեք եւ գործերն էլ կմնան։ Ինչ որ գործեր կմնան, չեք հասցնում ամբողջը ավարտեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին մարտի 9-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը բավականին էմոցիոնալ կլինեք, նաև ոմանք նամակագրական կապի մեջ կլինեն ինչ-որ մեկի հետ, որ նա փաթեթ եք ստանում եւ փաստաթղթերային հարցերով կզբաղվեք, ինչ-որ գործեր կանեք փաստաթղթերի հետ կապված։ Նաև կարիերայի բարձրացումը այստեղ չնչին առաջ խաղացումը նաև, որից է մի բան կիմանաք այդպես փուչիկի նման կպայթի, կամ նաև փորձում են ձեզ մոլորեցնել այդ օրը։ Սեղանի շուրջ եք նստելու եւ ճանապարհ եք գնալու, կամ ինչ-որ մարդիկ ձեզ մոտ կգան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին մարտի 9-ին։ Հարգելի նապաստակներ,
Այդ օրը տան հետ կապված ինչ-որ հարցեր առաջ կմղեք, կտանեք առաջ, ճիշտ է շատ չէ, բայց կկարողանաք առաջ մղել, օրինակ եթե տեղափոխվում եք, եթե ուբորկա եք անում, ինչ-որ չափով ինչ-որ գործեր կանեք։ Այդ օրը փոքր թեքվել էր։ Ահա, ուրեմն նաև հաջողություն ունեք ձեր ինչ-որ գործերում, ինչ-որ անեք այդ օրը։ Նաև մտածմունքների մեջ կլինեք, մտքերի մեջ կլինեք, կամ ինչ-որ մեկի մասին կմտածեք, կամ ինչ-որ բանի։ Նաև հրավիրատոմս կստանաք հարսանիքի նշանադրության հետ կապված, նաև գործարք է, որը կկնքեք, պայմանագիր է, որը կստորագրեք, նաև ինչ-որ բան է, որ կարող ձեզ պատվիրել եւ դուք միշտ նույն բանը անեք։ Դա մասին կարող եք պայմանագիր ստորագրել։ Եվ այստեղ կարող է ձեզ ամուսնության առաջարկին անում կամ դուք եք անում եւ ինչ-որ մեկի նամակագրական կապով այսպես պատմում եք, որ ձեզ ամուսնության առաջարկ են արել։ Օրվա ընթացքում որևիցե հնարավորություն ձեր ձեռքից հնարավոր է բաց թողեք։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ եւ երեկոյան օրը ծանրութ հետև կանեք, ինչ-որ ընտրության առջև եք կանգնած, ինչ-որ բաներ եք մտածում, ինչ-որ պահերի հետ կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին մարտի 9-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը ուշադրություն պետք է դարձնեք ձեր առողջությանը։ Կարող գնալ նաև նմանատիպ վայրեր։ Այստեղ կարող է ժամանակ պայմանավորվել ոչ բժշկի հետ, կամ նոր կարող եք պայմանավորվել։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տարեց անձնավորության հետ, կարող է պաշտոնավոր անձնավորություն է, կարող է ձեր հայրն է, ինչ որ մեկն է, տղամարդ է, մեծ է, տարիքով մարդ է։ Նաև օրվա ընթացքում կարող եք գորգռալ ինչ որ մեկի վրա, ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ են գալու ձեզ մոտ, մի փոքր տխրում եք կամ ճանապարհի հետ է կապված կամ հոգնածություն է կամ այդ մարդիկ որ պետք է գան ձեզ մոտ դա է ձեր տխրության պատճառը։ Բայց հետո ամեն ինչ կարգավորվում է, հաջողություն ունեք, նոր դռներ են բացվում, կարողանում եք հաղթահարել, եթե թեկուզ խնդիրները ճանապարհի հետ են կապված, ապա եւս դա կկարողանաք հաղթահարել։ Գիտեք, այստեղ եթե ճանապարհ եք գնալու, այստեղ գորգռոցը հենց դրա համար կներեք գորգռոցը դրա համար է, որ վտանգավոր է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերի։ Ինչ է սպասվում օձերին մարտի 9-ին։
Հարգելի օծեր, այդ օրը այստեղ ունեք ինչ-որ մի բան, որ ձեզ մոտ ուշանում է, միգուցե աշխատանքի հետ է կապված, միգուցե հետաձգվում է աշխատանքը մոտավորապես 1 ամսով։ Խոսքով ինչ-որ մի բան է հետաձգվում, կողոպատվելն է, հետաձգվում, երկարում։ Նաև կողմ 1 ամիս պետք է աշխատեք։ 1 ամիս պետք է աշխատեք դրա վրա, այդ գործի վրա։ Նաև ոմանք ընդունում են աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, ոմանք կգնան հարցազրույցի, պետական աշխատողի հետ հանդիպման, բիզնեսը առաջ կտանեն, նաև երկար սպասված ոչ տեղեկատվություն կստանաք, նամակ, փաթեթ, ինչ-որ փաստաթղթեր։ Հույսով եք, հույսով լցված եք եւ մտածում եք անընդհատ այդ մասին, որ ինչ-որ մի բանը լավ է լինելու, ինչ-որ մի բան կլինի։ Սա նույն մարդիկ չեն։ Նաև վերջ, վերջ։ Ներքևում չկա է։ Ուրիշ էլ ոչինչ չունեք։ Այդքանը կմտածեք, մտքերի մեջ կլինեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերի։ Ինչ է սպասվում ձերին մարտի 9-ին։ Հարգելի ձեր, այդ օրը հեռախոսազանգ կունենաք, կամ դուք կզանգահարեք, ոմանց ամուսնության առաջարկ կանեն, սիրախոստովանություն կամ դուք կանեք, նաև հրավերք հարսանիքի, հրավերք նշանադրության, գործարք կարող է լինել սա, կամ աշխատանք, որը մշտապես պետք է անեք, կամ նույն բանն եք անելու ամբողջ օրվա ընթացքում, ինչ-որ բան է ուշանում ձեզ մոտապես 2 ամիս այն կուշանա։ Եվ ուշադիր եղեք, այստեղ կարող է ընտանիքի անդամների հետ վիճեք, կամ նաև ձեր երկրորդ կեսի հետ վիճեք։ Եվ տան հետ կապված իրադարձություններ են, միգուցե առիթ է, միգուցե տուն եք մաքրում, ինչ-որ բաներ են, տան հետ կապված, ինչ-որ գործողություններ, տեղափոխություն եւ այլն։ Եվ նաեւ դա հյուրն է ամենայստեղ գլխավորը։ Եվ ինչ-որ բանում տատանվում եք, ինչ-որ բան ծանրութեթև եք անում, ընտրության առջև եք կանգնած լինելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին մարտի 9-ին։
Հարգելի այցեր, նաև ոչխարներ է կոչվում, այդ օրը ինչ-որ առավոտյան տխուր է արտանում, ինչ-որ տխրություն կա, նաև կարող է կիսվել ինչ-որ մի տղամարդու հետ, կամ այդ տղամարդն է պատճառը, կամ տղամարդու հետ է կապված ինչ-որ պահեր են, և չի ստացվում, գործերը չի ստացվում անել, օձերի պատճառով է դա, և սկսեք տատանվել, թե ինչպես այն առաջ մղել։ Իսկ օրվա ընթացքում լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, արդեն գործերը առաջ կգնան, կզարգանան, այն ինչը երեթե որ կանգնած էր, ինստինկտիվորեն այն առաջ կգնա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին մարտի 9-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ոչ է փաստաթուղթ կարող եք ստանալ, նամակագրական կապի մեջ լինեք ինչ-որ մեկի հետ, նաև դա կարող է լինել ոչ է ինչ-որ փաթեթ է, որը պատվիրել եք, դա կարող եք ստանալ։ Նաև փաստաթղթերի հետ կապված ինչ-որ գործողություններ անել։ Եվ որևէ մի բան ձեզ այստեղ կուրախացնի, ոչ է լուսավոր մի բան է տեղի ունենալու, բայց կուրախանաք, տրամադրությունը կբարձրանա։ Անսպասելի մի բան տեղի կունենա կամ դուք կտրուկվեցեք քայլ կանեք եւ հետո այստեղ ինչ-որ մի բանը կանգնած է կարող է դրա համար կամ անմտածված քայլ եք անում, որից հետո ինչ-որ մի բան կանգ է առնում ձեզ մոտ, եւ առաջ չի գնում, սկսում եք վիճել կամ անսպասելի, անսպասելի ինչ-որ մի բան է տեղի ունենում եւ ինչ-որ մի բան կանգ է առնում եւ տեղից չի շարժում եւ սկսում եք վիճել։ Այնքան եք սպասում ինչ-որ բանի, ստիպված վիճում եք, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակխաղաղների։ Ինչ է սպասվում ակխաղաղներին մարտի 9-ին։
Հարգելի ակահաղներ, այդ օրը բավականին էմոցիոնալ կլինեք, նաև ոմանց ամուսնության առաջարկ կանե, սիրախոստովանություն կամ դուք կանեք, նաև դա պայմանագիր է, որը կարող եք կնքել կամ ցիկլային աշխատանք կանեք, որը ոնց որ օրվա ընթացքում նույն բաներն եք անդադ անելու, նաև կարող են հրավիրել ձեզ հարսանիքի նշանադրության, օրվա ընթացքում մտքերի մեջ կլինեք, կմտածեք և վերջում կտրուկ քայլ կանեք, ինչ-որ մի բան որոշեք և կանեք, և հանկարծակի լուր կլսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շների։ Ինչ է սպասվում շներին մարտի 9-ին։ Հարգելի շներ, այդ օրը օձեր կան, օձեր, բամբասկոտ մարդիկ, չար մարդիկ ձեր շրջապատում, նաև առաջ խաղացում ունեք, զարգացում ունեք ձեր գործերում, այն ինչ որ անում եք այդ օրը, ձեր հարաբերություններում յուրաքանչյուր ոլորտ դա կարող է լինել, առողջություն եւ այլն։ Եվ երկար սպասված նաև նամակ կստանաք, փաստաթուղթ, տեղեկատվություն, գուցե փաթեթ է։ Եվ տատանվում եք։ Երեկոյան քնելուց առաջ կտատանվեք, ինչ-որ մի բանի մասին եք մտածելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին մարտի 9-ին։ Հարգելի վարազներ, խոզեր, այդ օրը գումար եք ստանալու, նաև գումար կծախսեք, հույսով լցված եք, ինչ-որ մի բանի հետ է կապված, միգուցե գումարի հետ է կապված, միգուցե նաև չէ, ինչ-որ հույսներ դել եք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա, չնայած մինչև հույսը դա բավականին էմոցիոնալ կլինեք, սա ավելի շատ է, դա կարող գումար եք ստանում, դա է ձեզ, հասցնում էմոցիաների, կամ ծախսում եք էմոցիոնալ, այդպես ինչ տեսնում եք, գնում եք այդ օրը։ Եվ ոմանց սեր խոստովան են, դուք սեր խոստովան եք, շատ սեր կլինի, ընտանիքում շատ սեր կլինի, մեկը մյուսի հանդեպ շատ այդպես սիրով կլինեք, ամեն ինչ նորմալ է։ Հարազատների շրջապատում կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։